ՀԿՑ մեկուսարան ձեզ ժամանակին տարի պատգամավորական անձնավորությունից զրկեցին, մեղադրանք առաջադրեցին, բայց հետո դրա հանգուցալուծումը տեսանք թե ինչ եղավ։ Այս մասով ինչ կարող եք ասել, փաստորեն ձեր համբավի հետ խաղացել են եւ նոր չի որ խաղում են եւ նաեւ ինչու ձեր կարծիքով ինչու հենց դուք ինչու են ձեզ թիրախավորում արդյոք որևէ այլ ընդդիմադիր ուժի հետ ունեք պայմանավորվածություն դրա համար վարչապետի անուն չեք հնչեցնում պայմանական ասենք չգիտեմ Ռոբերտ Քոչարյանի Ուրեմն ես մեկ անգամ այդ հարցին պատասխանել եմ մեր համագումարին քիշես դու կայր չէ մեր համագումարին հիմա որ երկրորդ անգամը կրկնել է ես այդ հարցին պատասխանել եմ լիարժեք ու չեմ ուզում կրկնվեմ որից է մեկի հետ դրանը ոնց է Անի ջան ոչ մեկի հետ պայմանավորություն չունեմ Պրոստը հիմնական իմ խնդիրը տեսնելով ես ասեմ այսօր ավելի պարզ ասեմ չկա այդպիսի մի մարդ չկա այդպիսի մի կուսակցություն որ մենակ կարողանա լիարժեք մասնակցի ու հաջողության հասնել այսօր պետքա որ ազգովի հիմնական հարցը միասնական լուծեն Սա է հիմնական խնդիրը ու ես հիների համար ասել եմ որ հիները ինչ որ կա արել են հերիքա հոգնել են բոլորը ոնց որ հիմա եմ ասում ժողովուրդը հոգնածա ժողովուրդը նորություն ասում մեզ պետք է ապագայի վարչապետ ես ասենք թե առաջնայինը իմ անունը չեմ ասել դե ասա պարզը կարամանեմ կապնել կա ծանոթություն կա աշխարհում եկսած չհասկացա Ամերիկայով, Չինաստանով, կոմունիստական պարտիան որ կա, ասենք թե արաբական երկրներով, Անգլիայով, Ռուսաստանով, Բելարուսիայով, բոլոր տեղերով, բայց ես ասել եմ հիմնական, որ մենք պետք է կարողանամ ես մասնակցել, լսել, կազմակերպենք, իրար կողք կանգնենք, այդ ծանոթությունով կարա բարձրացնի, նա բարձրացնի, հիմա այսքան չարչարանքից, այսքան ամեն ինչից հետո, խոսելուց հետո, ոնց կարողա Ծառուկյանը, որից է մեկին խոստված լինի, Թեկնածուները կան, 4-ն են, իրանք էլ չգիտեն, որ իրանք են, ես ավելի պարզ ասեմ ձեզ, որ բացում եմ, կարտերը բացեմ, իրանք էլ չգիտեն, ես որից է մեկին խոս չեմ տվել, բայց ես գիտեմ, որ ասենք, թե ով կարան իմի մրցման եմ ուղարկում, ես ընտրել եմ ամենալավերին, բայց էլի ոչ թե միանձնային են որոշելու, Լրագրողական կազմը թող իր խոսքը կասի, դիտողությունները կանի, SSA, ես պատրաստ եմ քննադատություն պետք է ընդունի ցանկացած մարդ, տեղը քննադատություն կա, ուրեմն պետք է ընդունի, հանրությանը պետք է լիարժեք դնենք, իրանք թող քվեարկեն, մարդը պետք է ներկայացնի իր արածը, իր կյանքում, որ արդյունքա ցույց տվի տիրապետումը, ես ոնց կարող այսքան չարչանքից, ժողովուրդ այսքան սպասելից հետո մի այնպիսի բան նշանակեմ, որ ասենք թե լիարժեք չիրականանա, բացառված է դա, չի կարա լինի, ասու կամոք թող լինի, ու ես ինչ որ ժողովրդին խոստացել եմ, որ դուք էլ լսում եք, դուք էլ եք այս երկրում ապրում, դուք էլ ընտանիք ունեք, ձեր ուզած ինչ ամեն մեկը ձեր մասնագիտական գործն է կատարում, հասկանալի է, բայց ձեր ուզածն էլ է, որ լինի խաղաղություն, լինի ասենք տնտեսական զարգացում, մեր դիրքը մեր հեղինակությունը տեղում լինի, ախեղճությունից դուրս գանք, ժպիտ լինի մարդու դեմքին, մարդը կարողանա իր ընտանիքը բարեկեցիկ կյանքով պահի, հարսանիքի լանի, ծնունդ լանի, ընտանիքով գնա հանգստանալ, բոլորն էլ մականացու են, մեկ անգամ ծնվել են, մարդիկ ուզում են իրանք էլ կյանքի բարիքներից օգտվեն, դրա համար ով որ ստեղծում է այդ բարիքները, պետք է կարողանա անի, չի կարող անի, իր տեղը պետք է զիջի, մի թիմի պատճառով մի ամբողջ ազգ, մի ամբողջ պետություն պետք է չտանջվի, ինչ ճիշտ հասկացեք։ Ես արդարացի մարդ եմ, ճիշտը ճիշտ է, սխալը սխալ է, ես ինչ որ ասել եմ, հիմա էլ եմ ձեզ ասում, ոչ թե պատրաստվել եմ, հարցերը տվել եմ, դուք ինչ հարցեր պետք է ասեք, ես ցանկացած հարց, իմ պատկերացմամբ, իմ տեսածով, ես ասեմ, ամեն ինչն էլ գիտեմ, ինչը որից է սկսում, ոնց պետք է լինի, վաղը ինչա լինելու։ Դուք կհիշեք 2020 թվականի հունիսի 5-ը, տեղյակ եք թե չէ, որ ես գալով այդ վտանգը, լիարժեք հասկանալով, գիտակցելով, որ ոչ մի բանի չեմ խառնում, այդ ժամանակ հելել եմ եւ ասել եմ, որ այսօր մեզ վտանգ է սպառնում, զինավարությունները կատարում Թուրքիան ընդեղ, խմբերը հավաքում, սա վտանգ է, մենք պետք է քայլ ձեռնարկենք, որ դեմը առնենք, որ այսպես Ծառուկյանը ասում ասենց է լինելու, այսօր ասում են, Ծառուկյանը որտեղից գիտի, եղբայր Ծառուկյանը կապ ունի, ընկերություն ունի, նյուխ ունի, վերլուծություն ունի, խոսակցությունա վերալուծում հասկանում է, ամսի ասել եմ 4 ամիս,
Հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր 27-ին եղել է։ Հիմա նորից բոլորիդ ուզում եմ ասել, այս սկզբունքով շարունակվեց 3-4 ամիս, կաղա 6 ամիս, կամ մինչև նոր տարի, նույն Արցախի ճակատագրին ենք արժանանալ։ Ալիևի նպատակը նա ոնց որ վրեժ լուծի մեզնից, նրա խոսալը մեր վարչապետի հետ շատ վատ է, գործընկերոջ պես չի խոսում։ Իսկ մեր անկախ ամեն ինչից ուզենք թե չուզենք, մեր վարչապետն է, դա մեզ է վերաբերվում։ Ճիշտ եմ ասում, Մակարյան սխալ եմ ասում։ Ինքն է, բայց այսօր մեզ է վերաբերում։ Հետ է, բայց անկախ ամեն ինչից, հետը ունես, չունես, կապ չունի, որ ասենք թե դա մեզ պատիվ չի բերում։ Ալիևը մեզից վրեժ է լուծել, մենք այսօր էլ ծածկեցինք, լավ, վաղը ինչ ենք անելու։ Քանի շուտ է, մենք պետք է քայլեր ձեռնարկենք, դաշնակիցներ ունենանք, պայմաններ թելադրենք, հնարավորություններ, պատժեշկեք լինի, որ լիարժեք մենք կարողանանք մեզ կայունը զգանք, որ կարողանանք մենք անվտանգությունը ապահով լինի, երաշխավորած, մենք այսօր մենակ ոչ մի բան չենք կարող անենք, մենք պատրաստ պետք է լինենք։ Տես հիմա հասարակ բան ասեմ, Իրանը ոնց Ամերիկայի եւ Իսրայելի դեմ պայքարեց, հոմենակ նա չէր կարա։ Ամերիկան 2 տարի պատրաստված Իսրայելը սա գծած, չափած, միանգամից պաշտոնյաներին 28 հոգի մի օրում հարցեր նրանց նպատակով, բայց նրանք ունեին դաշնակիցներ, որը լիարժեք կարողացան պայել, այսօր դաշնակիցները կան, որը լիարժեք արդեն ուզում է գնա երաշխավորած խաղաղության, հարցերը կարգավորեն։ Սա մենակ մարդը չի կարող հարց լուծի։ Մարդը պետք է կարողանա դաշնակիցներ ունենալ եւ թշնամի պետք է չունենա։ Բոլորը լավ, մենք կարիք չունենք, որ մեկ հետ թշնամի լինելու։